Ուզում է շողալ անապ երկնքում, ուզում է որ մենք ուրախ դուրս վազենք, մեր անհոգերքով բոլորին ասենք, արևն ամպերից ազատվել է ուզում է շողալ անապ երկնքում, ուզում է որ մենք ուրախ դուրս վազենք, մեր անհոգերքով բոլորին ասենք, գարուն է, գարուն է, գարուն է, գարուն, տես անձրևի հետ արևն է բարում, գարուն է, գարուն է, գարուն է սիրում, ինձ ու քեզ կանչում են խաղերը բակում, գարուն է, գարուն է, գարուն է, գարուն, տես անձրևի հետ արևն է բարում, գարուն է, գարուն է, գարուն է սիրում, ինձ ու քեզ կանչում են խաղերը բակում. Կանաչակուսներ է աշխարհը հագել, ծաղկել է այգին մի լավ զարդարվել, ավկերն արևին ձոնում են երգել, ահա և ստացվեց մի սիրուն պատկեր, կանաչակուսներ է աշխարհը Դե ինչպես է ստացվում, որ գարունը ոտքեր չունի, բայց գալիս է, պապիկս քնես նախքան ինձ պատասխանել է։
Սյունը հալվում է, ծաղիկները սկսում են ծաղկել ու արդեն գարուն է։ Ուրեմն արևն է բերում գարունը, հրաշալի գաղափար է։ Come
գիտեմ, որ ես կրկին շորեր հագնեմ, ծառի դուրի ուրախ կանգնեմ։ Որ ես ուծվեմ ատեմ սիրում, առանց տերել էլ ինչ կարում, երկինք պայծար, երբ քնած են ծաղի կուսավանում։ Նշենիներ վերցանցել իրար կուչով են անում, և խրճում են, որ իրենք առաջին են ակնանում։ Ծնծաղին վեցի ծաղում, լացաղումած մի թմբից, կարմեր գորխիկ լավ ծխորավ իր ճմբից։ Ձմեռը հարվել, դարձել է առու, դարձել է վտակ, արաքսի հունով նա գնում է հեռու, գնում է լսվում ծով անհատակ։ Ահ
որ շատ երկրներում գարնան գալուց նվերացվում է մեծ իրադարձության։ Օրինակ Նիդերլանդներում նշում են կակաչների փառատոնը։ Այն երկրի ամենահայտնի իրադարձություններից մեկն է, որը նշում է գարնան գալուց։ Երկրի ամենահայտնին է կակաչների փառատոնը։ Փառատոնի ժամանակ սրվում են տարբեր գույների ու տեսակների միլիոնավոր կակաչներ, որոնք գրավում են ամբողջ աշխարհից եկած այցելուներին։ Այցելուները գալիս են հիանալու դաշտերով, մասնակցելու ծաղիկների ցուցադրություններին և վայելելու մաքուր օդը։
կազմակերպման և գավերության աստվածուհին էր։ Նա Զևսի և Դեմետրիայի դուստր էր։ Զևսը Օլիմպոսի աստվածներից գլխավորն է, իսկ Դեմետրիան երկրագործության աստվածուհին է։ Տեսարան 1 Օ, ինչ գեղեցիկ են այս ծաղիկները, այնքան եմ սիրում գարունը, Պերսեփոնե, ինչ գեղեցիկ ես, դու պիտի գաս ցորերգրյա աշխարհ, ով ես դու, ինչ ես ուզում ինձնից, ես Հադես, ցորերգրյա աշխարհի թիրակալը, եկ ինձ հետ Պերսեփոնե, ոչ, չեմ գա, մայրիկ օգնիր ինձ, տեսանան 2 Հադեսը բռնում է Պերսեփոնեի ձեռքը և բռնում է հերնին, բեմի մյուս կողմում Դեմետրիան փնտրում է Պերսեփոնեին, որտեղ ես Պերսեփոնե, առանց ձեզ հողը չորանում է, մարդիկ սովաման են լինում։ Դեմետրիա, ես լսեցի հողը չորանում, ձեզը որոշել եմ իջանոթել։ Տեսարան 3 Էպես գտա Հադեսի մոտ և ասա նրան, որ պետք է ազատի Պերսեփոնեին, ինչպես կհրամայեն։ Տեսարան 4 Պերսեփոնե, ես քեզ ազատում, բայց նախ պետք է տես, ասորավ 6 հատիկ հայտնություն։ Պերսեփոնե ուտում է 6 հատիկ։ Հադես, Զևսը հրամայել է քեզ ազատել Պերսեփոնեին։ Լավ, բայց շնորհակալ նրան 6 հատիկ։ Ես ստիպված կլինի տարվա 6 ամիսները անցկացնել այստեղ։ Տեսարան 5 Իմ դուստր, դու վերադարձար, հողը կրկին զաղկում է, մայրիկ, տարվա մեջ 6 ամիս ես կգամ, երբ այստեղ եմ գարունն ու ամառը կգան, իսկ երբ գնամ աշունն ու ձմեռը։ Այսպիսով, Պերսեփոնեի պատմությունը դարձավ կյանքի ու մահվան հավերժական պտույտի խորհրդանիշը, բերելով գարուն ու բնության զարթոնք։
մեծ պատիվ այն, ինչ սավարեց այսօր։ Ես ասում եմ Մարի և բոլորին եմ ասում։ Մարի գիտես, ես քեզ նայեցի ու հիշեցի, որ տարիքում ես եմ հանդեսի ժամանակ բան եմ մոռացել։ Նա տեսնում ես, որ ծիծաղելով եմ հիշում։ Բայց սա ինչի մասին է խոսում։ Խոսում է մեծ պատասխանատվության մասին։ Խոսում է, որ մարդը այս սիրունի թաց աչքերով ծանր պատասխանատվության կրում է։ Ով է այստեղ քեզ? Մայրիկը։ Ուզված մայրիկ։ Մայրիկ մեկացին դա։ Գենետիկ կապի մեջ է։ Այս ամենաազնիվ վրիպումն է։ Եվ այս վրիպումը ինչքան էլ այս փոքր ուսերի վրա ծանրանում է տարիների հետ, մենք հասկանում ենք Երանի մեր կյանքի բոլոր վրիպումները, մենք թողնում ենք բեմերում, դասարաններում, դպրոցներում և առաջ գնանք դեպի հերթական վրիպումը, որը անխուսափելի է, նախորդները չկրտում են։ Մամայım tıkargısta. Երեխեք, ես գտել եմ ով է բերել դարունը ձեր հարցադրման պատասխանը։ Ծաղկել, արել։ Գիտեք, որ կա բնության դարուն և կա կյանքի դարուն։ Կյանքի դարունը բերում է։ Այսինքն դուք այս ծաղիկներից ձեզ թվում է շատ է ծաղրելու։ Իսկ ինչ պիտի անեն ծաղիկները, որ այսքան գեղեցիկ է։ Մենք այդ ծաղիկը ծաղկած է, այսպես ծաղկած եք վայել, թե ծաղիկը ճանապարհ է անցնում, մինչև գույն է ստանում, մինչև ձեր է ստանում։ Ճանապարհ է անցնում, ջրում ենք, աճեցնում ենք, ովքեր են ձեզ ջրողները, լավ իմաստով։ Ընտանիքում, իսկ այս մեծ ընտանիքում, ովքեր են ձեր ջրողները։ Ամենաշատը ընկեր մովսեր։ Բացի նրանից, որ մենք ներկա եղանք գունագեր մի ներկայացման, այս դասարանը ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Ես շատ կուզենայի, որ այս դասարանի այդ առանձնահատկությունը լինի բարակիչ։ Ոնց տեսնում եմ շատ պինդ ու մեծ համայնք եք։ Այո։ Եվ ձեր դասվարի և տեսադաշտում եք և թիկունքում եք։ Սա հրաշալի համագործակցություն է սիրելի։ Ազնվությամբ եմ ասում, ես շատ կուզենայի, որ ես առողջ բարակը բոլոր դասարաններին բարակի։ Մենք հաջողված օրինակներ շատ ունենք իհարկե, բայց ունենք նաև դեպքեր, երբ որ պետք է սովորենք։ Եվ կարծում եմ, որ դուք այդ օրինակելի օրինակ։ Սկսած ձեր համազգեստից,
Մարիի վրա է ցույց տալիս, որը համաձայն չէ իմ փառատոն տարբերակի հետ, ինչի համաձայն չէ չասած, հավեք աշխարհի։ Համազգեստով, որովհետև մի ուղղությամբ եք նայել, որովհետև հավաքված եք ճիշտ առանցքի շուրջ։ Եվ ես այստեղ ուզում եմ հրավիրել, ես չգիտեմ նախ չէ, որտեղ երեկել եք հրավիրել, Գերմատացյան է, Գերմատացյան։ Բարոսյանին ասեք, որ բարձանա։ Միգել Բարոսյան, ասում եմ, բարձրացեք։ Երբ որ մենք գիտենք ինչի համար ենք հավաքվում եւ ուր է տանում մեզ այդ ճանապարհը։ Այսօր մի փոքրիկ առաքելություններ ունենք, ձեր դասարանը ամենայն հավանականությամբ սպասում էր հանդիսավոր ստանալու մեր երկու մրցույթի շնորհակալագրերը, ընթերցանության մրցույթի եւ վարչագրության մրցույթի։ Բնականաբար դեմ են կրունեն այս երեխաները, Ակոբյան, Մարի։ Զորաբյան Մարիա։ Վարչագրության մրցույթում Աչարերուց հետո ես երեխեն ուզում եք բարձր Partիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար Սրտիս մեջ էլ կյանքում այիս, խենթի նման ման եմ գալիս Անար աշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չորս կողը վարդուն ասակ, հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Հովի նման մեղմ կայլում եմ Աչքի տակով ինձ նայում են, բայց իմ կողքով լուր անցնում են Ամեն աղջիկ մի պերի է, մեկ
ամենը իրենց ուսերին են դրված, այո։ Բարդ, դժվար, նաև հետաքրքիր։ Բայց եթե չլինեին իմ ծնողները, իմ այն մեծ ուսը, որ ես ունեմ, կարող եմ այդպես ասել, իմ ամեն ինչում աջակցողը եւ թեկուզ փորձերը կլինեին իմ շամիտ, թեկուզ կլինեին ոչ հարմարին ու անհարմարին շամիտ, դուք միշտ իմ կողքին կանգնած եք, նաև հասկանում եմ այդ ընթացքը, որ բոլորը իմանն էին, պատահող չէին, բայց ելնելով այդ ամենից կարողանում էին, ով հնարավոր էր, ում անհնար էր, մասնակցում էին փորձին։ Շնորհակալ եմ ձեզանից, բոլորից, եւ տատիկներից, եւ մայրիկներից, բոլորից, շնորհակալ եմ, որ այս փոքրիկ հրաշքներին ու արդեն իսկ մեծացած, երևի դուք ինքներդ եք նկատում, թե մենք ինչքան մեծացել։ Տվել եք ինձ, շնորհակալ եմ ամենի համար, ձեզանից յուրաքանչյուրից անհատական շնորհակալ եմ։ Սկսենք պարուսույցից, շատ շնորհակալ եմ, ես իմանալով քո ծանրաբեռնվածությունը իսկապես շնորհակալ եմ, որ այդ թանկ ժամանակից հատկացրել ես մեր բան, այո, արել ես աղջկա դասանի համար դու մի շեշտում ես, բայց քո թանկ ժամանակը տվել ես ինչի համար ես ծնողների անունից շնորհակալ եմ քեզ, որ այսօր երեխաները փայլեցին, դա քո տքնաջան աշխատանքի շնորհիվ է, շնորհակալ եմ ևս մեկ անգամ։ Շնորհակալ եմ Բարոսյան Մերի, որտեղ ես ողջացիր սիրելի։ Ո՞րա Բարոսյան Մերի ջան, անհատական շնորհակալություն, որովհետև 3 տարի դու մեր մեջքին կանգնած ես։ Ամեն հարցով, ինչ որ լինի, առանց տնջալու, առանց ներվելու, առանց այսօր բաղ անելու։ Ինչը շատ մեծ բան է այսօր այս երեխաներին այստեղ փայլեցնելու համար։ Եվ իհարկե չենք մոռանում ամենաուրելի, ամենաշնորհակալությունը Գերման Սիսակյան ձեզ։ Ձեր աշխատանքի ես չեմ կրկնվի ևս մեկ անգամ դասել։ Մենք Աստծուց իսկապես շնորհված ենք, որ ձեր նման դասվար։ Ու ես աղոթում եմ այդ դրա համար, որտեղ մինչև 9-րդ դասան բայց մեկը կարողանում է ձեր տոնը կառավարել ու այդ բանի այդ աշակերտի այդ ծնողի հետ կարողանալ պատշեչ ձևով խոսալ, դա մարդը չգիտեմ, ես 1000 անգամ տեսել ձեր հարմարությունը ձեր հարմարությունը, բայց անչափ շնորհակալ եմ Արարաշխար ինձ խում է խանդավար Իմ չորս կողմը վարդուն ասար Հազար կարոտ ու երազան Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Ջել կյանքում այիս, խետի նման ման եմ գալիս Արարաշխար ինձ ժպտում է խանդավար Իմ չորս կողմը վարդուն ասար, հազար կարոտ ու երազան Ախ ինչ լավն ես իմ սիրո հասար Ախ ինչ լավն ես իմ սիրո